Բանաստեղծ արձակագիր Վարդան Սմբատյանի ստեղծած գրականության առանցքում մարդն է իր մենությամբ, լռությամբ, հիշողություններով ու չպատմված պատմություններով։ Նրա համար գրականությունը սեփական անձը եւ ընդհանրապես մարդուն ճանաչելու միջոց է։ Իսկ գրականությունը լավ երկխոսության է բերում գրողին եւ մարդկանց։ Փորձում է բացահայտել լիքը խնդիրների պատճառներ, առաջինը գրում եմ հասկանալու համար մարդկանց։ Հետո նաև ինչ-որ առումով ինքս ինձ եմ ճանաչում գրելով, շատ հետաքրքիր է։ Եթե խոսենք պոեզիայից, պոեզիան ինձ համար գրաթերապիա է, կարծես թե, թերապիայի միջոց է։ Իսկ արձակը մարդկանց բացահայտելու, չգիտեմ, հասկանալու համար է ինձ համար։ Արձակ գործեր գրելիս նոր մարդկանց եմ բացահայտում, իսկապես հետաքրքիր է ինձ։ Հեղինակի յուրաքանչյուր գիրք իր կյանքի առանձին շրջանի պատմությունն է, փորձարարություններով, որոնումներով ու ներքին փոփոխություններով։ Թեմաները բազմազան են, երբեմն անսպասելիորեն տարբեր, բայց դրանք բոլորն էլ մի կետի են հանգում՝ մարդուն ու նրա ներաշխարհը հասկանալու փորձին։ Մարգինալացված թեմաներն են հետաքրքիր ու տենց անտեսանելի մարդիկ, որոնք չեն նկատում հասարակության մեջ ու այն կարևոր խնդիրները, որոնց մասին մարդիկ լռում են։ Ես փորձում եմ գրականության միջոցով այդ խնդիրներին անդրադառնալ։ Իմ առաջին ժողովածուն Չարվեստը հրատարակվեց 2016 թվականին։ Դա իմ մեկնարկն էր որպես բանաստեղծ։ Բնականաբար այդտեղ խմորումներ կային բազում, փորձում էի ինքս ինձ ճանաչել ու նաև տեքստի հետ մերձենալ։ Երկրորդ գիրքը 7 միլիարդ մենությունը արդեն ինձ օգնեց, որպեսզի ես ինքս ավելի լավ ճանաչեմ ինձ, գրականությունը խորապես հասկանամ։ Ես միշտ ասում եմ, որ իմ պոեզիան կին է։ Դրա համար նաև ստեղծեցի երրորդ գիրքը, ինքը կոչվում է կինոպոեզիա։ Նաև փորձել եմ այդ գրքում ցույց տալ տեքստը մի փոքր ավելի շատ նաև կինոյի կադրերով։ Անհիշողությունը նույնպես շատ կարևոր էր ինձ համար, որովհետև գրքով փորձում եմ ցույց տալ այդ հիշողությունների եւ անհիշողությունների սահմանը եւ երկխոսել մարդկանց հետ, որպեսզի կարևոր խնդրի շուրջ մարդկանց ուշադրություն ներդրել, որովհետև մոռանալը ինձ համար չգրված ուրեմն մեղքերից մեկն է։ Ձուկը լեռներումը Վարդան Սմբատյանի առաջին արձակ ժողովածուն է 4 բանաստեղծական գրքերից հետո։ Այս գրքում հեղինակը բացում է հասարակության ստվերում մնացած մարդկանց աշխարհը, պատմելով նրանց ճակատագրերի, ցավի, անկումների եւ փոքր հաղթանակների մասին։ Գլխավոր հերոսը Ձուկն է, կենթանի, որ չի խոսում, որ նաև բնորոշում է մեզ, նա փորձում է իմ հերոսներին խոսեցնել, պատմել պատմությունները եւ նաև մարդկանց ներկայացնել այդ կարևոր խնդիրները, որ ունեն այդ մարդիկ, բայց չեն խոսում հաճախ։ Վարդան Սմբատյանը համոզված է, գրականության ուժը միայն պատասխաններ գտնելու մեջ չէ, երբեմն դրա ամենակարևոր առաքելությունը ճիշտ հարցեր բարձրացնելն է եւ ընթերցողին մտածելու, զգալու ու կյանքը նորովի տեսնելու հնարավորություն տալը։